Ինչու է Կոլան Նիկոլից լավը։ Նման գովազդեր տարածում վերջերս Բամբեր Հայաստանի Facebook-յան էջը փորձելով մի քանի կետով հիմնավորել հարցադրումը։ Աբոն խոսում է, Ալծը Գևորիկը, խաղաղության հակառակ կողմը եւ այլ բազմազան անվանումներով էջեր օր ու գիշեր զբաղված են ընդդիմադիր ուժերի քարոզչությամբ եւ կառավարող ուժի հակաքարոզչությամբ, տարածելով նույն թեզերը, նույն մեսիջները, երբեմն նույնիսկ նույն նախադասությունները։ Խնդիրն իհարկե ոչ միշտ է բովանդակությունը։ Այս էջերը քաղաքական գովազդ են տարածում առանց պատշաճ նշման այն դեպքում, երբ մետայի կանոնները հստակ պահանջում են նշել, թե ով է վճարել գովազդի համար։ Ի տարբերություն այս ինքնաբուխ ժողովրդական էջերի, ընդդիմադիր ուժերի պաշտոնական էջերը գոնե պահպանում են կանոնները, ինչի արդյունքում հնարավոր է տեսնել ծախսերը։ Օրինակ վերջին 90 օրում ամենաշատը ծախսել է Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան դաշինքը մոտ $244,000։ Երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքն է մոտ $35,000, իսկ Արման Թաթոյանի միասնության թևերը մոտ $16,000 է ծախսել։ Սակայն ընդդիմությանը հարող մի շարք նորաբաց, նորահայտ էջեր Facebook-ում շրջանառում են ընդդիմադիր ուժերին աջակցող գովազդներ, որոնց վրա ծախսված գումարների մասին տեղեկություն հասանելի չէ եւ բարձ չէ, օրինակ թե ովքեր են եւ որքան գումար են ծախսել մշեցիները, որոնք վստահ են, որ երկարաժամկետ խաղաղությունը գալիս է Սամվել Կարապետյանի դեմքով։ Ստացվում է գովազդ կա, քարոզ կա, ծախս կա, բայց թե ով է վճարում, մնում է նույնքան գաղտնի, որքան ԱԱԾ Գևորիկի իրական անունը, որի համար էլ արդարությունը գալիս է Արման Թաթոյանի դեմքով։ Իսկ թե ինչ էջեր է բացահայտել Infocom-ը կարող է կարդալ Infocom-ում հրապարակված հոդվածում, որի հղումը կգտնեք բիոյում։ Հետևեք, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումներ, իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, աջակցեք մեզ Patreon-ում։